Ողջույն, հարգելի հետևորդներ, սիրելի երևանցիներ, հատկապես ուշ երեկոյան, ուրբաթ երեկոյան ողջույններ Երևանի քաղաքային հավաքանու Մայր Հայաստան խմբակցության կողմից։ Ես ինքս տևական ժամանակ է ուղիղ եթերի ֆորմատով չէի հաղորդակցվել երևանցիների հետ եւ առիթը, պատճառը իրոք ուշագրավ է, իրոք կարևոր է, վերջին շրջանում նաեւ այսօր ինձ շատ էին գրում, հարցնում բոյկոտի վերաբերյալ։ Սիրելի երևանցիներ, շարունակեք բոյկոտը, բոլորս այդ ամենին վերաբերվել եւ շարունակում ենք վերաբերել պատասխանատվությամբ։ Ուրեմն ինչ զարգացումներ են տեղի ունենում տրանսպորտային համակարգի վերաբերյալ։ Ուրեմն երբ որ 17000 երևանցու ստորագրած հավաքանու որոշման նախագիծը մտավ քաղաքային հավաքանու օրակարգ, իշխանությունները ճողոպրեցին ուղղակի դահլիճից եւ պատրաստ չեղան վերստին քննարկել գնագոյացումը, ինքնարժեքը եւ տրանսպորտային համակարգում տիրող ահա իրավիճակը։ Դրանից առաջ մենք հավաքանու որոշման նախագիծ էինք մուտք արել, որով առաջարկվում էր կասեցնել իրենց թանկացումները, մինչև քննարկվի 17000 երևանցու նախաձեռնությունը։ Իրենք մեր փոխանակ սկզբում սա բերեն կասեցումը չբերեցին, սկզբից մերը բերեցին։ Ձին սայլը բերեցին դրեցին ձիու առաջ։ Ինչ տեղի ունեցավ, իրենք խուսափեցին, նիստից ճողոպրեցին, միևնույն ժամանակ հաշվի առնելով բոյկոտի մասշտաբները, տուգանք սահմանող օրենսդրական փոփոխությունների նպատակ տարան ազգային ժողով, որը պետք է իրենք քննարկեն եւ իրենց մեծամասնությանը ապավինելով փորձեն անցկացնել, որպեսզի երևանցիները դառնան տուգանքի մատերիալ, ովքեր որ բոյկոտում են թանկացումը, տուգանվեն օրենսդրական հիմքով։ Բայց քանի որ օրենքը պահանջում է շրջանառության մեջ դրած նախագիծը այդուհանդերձ քննարկել, իրենք այսօր հարկադրված էին Երևանի քաղաքային հավաքանու ֆինանսական հանձնաժողովի, ֆինանսավարկային հանձնաժողովի օրակարգ բերել իրենց թանկացումների վերաբերյալ կասեցման մեր որոշման նախագիծը։ Եվ խմբակցությունում ներողություն հանձնաժողովի նիստի ժամանակ քննարկումը շատ բուռն էր։ Մեր խմբակցության անդամներից Արմենակ Դանելյանի Facebook-յան էջով կարող եք հետևել հանձնաժողովի նիստերի աշխատանքին։ Մեր խմբակցության ներկայացուցիչ Մեսրոպ Մանուկյան կրկին անդրադարձ ունեցավ թվերի եւ գնագոյացմանը եւ իշխանություններին յարդեր ուղղակի տեղի տվեցին, ցանկանում էին հարցը քննարկում առհասարակ կասեցնել, բայց պիտի ուրախությամբ բոլորիդ տեղեկացնեմ, որ տրանսպորտային թանկացումների իրենց նախագծի կասեցման դեմ բերված մեր նախագիծը ֆինանսավարկային հանձնաժողովում ստացավ դրական եզրակացություն 8-6 ձայների հարաբերակցությամբ, 8 կողմ ձայնով հնարավոր եղավ տալ դրական եզրակացություն եւ ապրիլի 22-ին կայանալիք նիստին հանձնաժողովը ներողություն հարցը քննարկվելու է հանձնաժողովի դրական եզրակացությամբ, այսինքն վերստին շանս է ի հայտ եկել կասեցնելու այս թանկացումները եւ 22-ի ապրիլի 22-ի նիստը լինելու է խիստ ուշագրավ, վերստին անդրադարձ լինելու տրանսպորտին, բոյկոտը իրողություն է այնքանով, որ այո, իրենք արդեն հարկադրված օգնության են դիմում պարլամենտին, իրենց գործընկերներին, որպեսզի կարողանան ճակերտների մեջ իհարկե քաղաքացիների հախից գալ եւ փորձել այդ բոյկոտի դեմը առնել, իսկ բոյկոտն հստակ ցուցիչն է այն բանի, որ քաղաքացիները չեն ընդունում 150 դրամը։ Հիմա հանձնաժողովի նիստում ստանալով դրական եզրակացություն, հարցը քննարկվելու է հավաքանու լիագումար նիստի ժամանակ, մենք վերստին անդրադառնալու ենք տրանսպորտային համակարգի բոլոր թվերին, թվաբանությանը եւ
այն լիստը, որը պետք է այն ավականու որոշման այն նախագիծը, որը պետք է քննարկվեր նախորդ նիստին 17000 երևանցու ստորագրությամբ, այն բարձրաձայնումները, այն գնահատականները, այն վիճակագրությունը, որը հնչելու էր այդ ժամանակ, իրենք իբրև թե փորձեցին դրանից խուսափել, բայց արյուտես, որ այդ նույն բովանդակությամբ հարցի քննարկումը իրենք ստանալու են ապրիլի 22-ի նիստի ժամանակ, այնպես որ սիրելի երևանցիներ, դրական եզրակացությունով տրանսպորտային 150 դրամանոց ուղևորը կասեցնելու նախագիծը ստացել է դրական եզրակացություն, մտնելու է ավականու նիստի օրակարգ դրական եզրակացությամբ, մնացած իրադարձությունները եւ մնացյալ, այսպես ասենք, բարձրաձայնումները դուք կտեսնեք ապրիլի 22-ին, այնպես որ Մայր Հայաստանը շարունակում է տրանսպորտի թանկացման դեմ պայքարը բոլոր հնարավոր գործիքակազմերով եւ իշխանությունները հերթական անգամ ստիպված են լինելու հաշվետու լինել կամ ճողոպրել պատասխանատվությունից ու հաշվետվությունից։ Տրանսպորտային թանկացումների կասեցման նախագիծը ապրիլի 22-ին կլինի ավականու նիստի օրակարգում եւ երևանցիները եւս մեկ անգամ առիթ կունենան համոզվելու յուրաքանչյուր կողմի վերած իրական եւ ճակերտավոր հաստարկների վիճակագրության վերաբերյալ համոզվելու առիթ կունենան։ Այնպես որ սիրելի երևանցիներ, երեքշաբթի օրը սպասեք Երևանի ավականու նիստին, որտեղ Մայր Հայաստանի նախաձեռնությամբ կազմված ավականու որոշման նախագիծը կդրվի քննարկման, կդրվի քվեարկության եւ հերթական անգամ կհամոզվենք ով է, ով իրականում ինչ նպատակներով է այստեղ, ով ինչ խնդիրներ է հետապնդում։ Առայժմ այս պահին այսքանը, շնորհակալություն ուշադրության համար, կհանդիպենք արդեն ավականու նիստերի դահլիճում։ Շնորհակալություն, ձեզ լավ շաբաթվա վերջ, լավ տրամադրություն եմ մաղթում։ Ցտեսություն։